Հիմա տան։ Իմ սիրելի TV ինքն է։ Սկսեցին ժողով։ Պարոն Պապոյան, դուք ավելի վաղ ասել եք, որ եթե մենք չլինենք իշխանության, թրիփներ չի լինի, բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, որ Իրանում ստեղծված իրավիճակը ժամանակավորապես Միացյալ Նահանգների հետաքրքրությունները փոխել է եւ հիմա նրանց այսպես հետաքրքրությունը այլ տեղ է։ Հիմա թրիփի հետ կապված ոչինչ չկա, կարող դուք էլ չլինեք իշխանության։ Մենք կլինենք, թրիփն էլ կլինի։ Այսինքն ժամանակավորապես այս դադարը ինչի մասին է խոսում։ Թրիփ կլինի, քաղաքացիական պայմանագիրն էլ կլինի։ Չի, երկուսն էլ կլինեն։ Բայց ամեն դեպքում հիմա ժամանակավոր դադար է, այսինքն Միացյալ Նահանգների ամեն ինչ ըստ պլանավորման գնում է, հարգելի գործընկերներ, հա, հասկանալի է կա խնդիրներ այդ մասով, բայց ես կարծում եմ, որ եւ հուսով ենք բոլորս, որ հակամարտություն ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն նրա մասին է, որ գործընթացը ինչ որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ մի քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։ Այսինքն իրենց կողմից վստահեցումներ են հնչել, որ կշարունակվի գործընթացը, թե դա լավատեսական է ձեր կողմից։ Ես կարծում եմ, որ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով եւ ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ, եւ սա էլ մենք մեր թրիփը կսարքենք, մեր հյուսիս-հարավը կսարքենք։ Բայց միակողմանի չէ կարող, չէ, իրենց հետ պետք է անենք, հիմա իրենց առաջնահերթություններում չի։ Կղզյակ չենք մենք ունենք տարածաշրջանում պատերազմ մեր անմիջապես հարևանությամբ, մենք չենք կարող այդ ամեն ինչից անմաց մնալ եւ ինչպես դուք եք ասում կարկանդակ ուտել։ Որտեղ կարկանդակ ուտելու համար բան Պապոյան, Իրանից կատնամթերքի հումք մենք կարկանդակ ուտում ենք։ Հենց հիմա էլ հանգիստ ուտում ենք, այնպես որ այս քաղաքականությունը շատ ճիշտ է եւ Դա մեսիջ է պարոն Պապոյան, որ մեզ չի վերաբերում ոչ մի բան, դա մեսիջ է։ Ներողություն, մինչ իշխանությունը անհոգ կարկանդակ է ուտում, միջին խավը սոցիալական խնդիրների է բախվում, առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել, ձուն, կարակը, կարտոֆիլը, հացամթերքը, հացաբուլկեղենը, ինչ անեն այն մարդիկ, որոնք մի քանի միլիոն պարգևավճար չեն ստանում եւ չեն կարող կարկանդակ ուտել։ Այդ դեր ասած մի քանի միլիոն դրամ պարգևավճար ստացող, մի քանի միլիոն չէ, մի քանի 100,000 դրամ պարգևավճար ստացող գլխավոր մասնագետների, օրինակ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետների, առաջատար մասնագետների, փորձագետների, վարչության խորհրդականների, բաժնի պետերի, վարչության պետերի եւ այլ պաշտոնյաների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 7.2% տնտեսական աճ է արձանագրվել, որի հետևանքով օրինակ կառավարությունը կարողացել է անվճար բժշկական ապահովագրություն ստեղծել, որի հետևանքով օրինակ ձեր նշած խավը, ասենք ենթադրենք 30 կամ 50,000 դրամ բժշկական դեղեր առնելու փոխարեն այդ գումարը կուղի իր կյանքի բարելավմանը 10,000 դրամ կենսաթոշակն է ավելացել 10,000 դրամ հետ վճարով 20,000 դրամ կուղի իր կյանքի բարելավմանը եւ այսպես շարունակ այնպես որ ես կարծում եմ որ ավելի լավ է ունենալ օրինակ գլխավոր մասնագետներ վարչության պետեր բաժնի պետեր ովքեր ստանում են չեն ստանում 200,000 դրամ աշխատավարձ, այլ ստանում են 400,000 դրամ աշխատավարձ եւ կարողանում են այնպիսի երկիր կառուցել, որտեղ մարդիկ գնում են ոչ թե տուն են վաճառում, որ 3 միլիոն դրամով կարողանան իրենց ծնողի
վիրահատությունը անեն, այլ պետությունը անվճար անում է։ Իսկ ձեր հարցի պատասխանը արդյոք քաղաքացիները կգնահատեն թե չէ, հունիսի 7-ի երեկոյան դուք կտեսնեք, դուք եք ճիշտ, թե Պապայանյանը եւ մի րոպե, պարոն Պապայանյանը, Շատ լավ։ գնաճ կա առաջին անհրաժեշտության Շատ լավ։ Ես ասի, այո, իհարկե կա գնաճ, որը խնդրահարույց է, եւ գնաճի համար սահմանադրությամբ կա պատասխանատու մարմին կենտրոնական բանկ։ Եվ կենտրոնական բանկները երեկասը բարձրացման գնաճ է լինելու, այո։ Կենտրոնական բանկը ասում է, որ թոշակների բարձրացումը 0.2% կարող է ազդել, բայց հիմա գնացեք մարդկանց հարցրեք, օրինակ մեր տատիկ պապիկներին, ընտանիքը ստանում էին, ասենք օրինակ 60,000 դրամ թոշակ առանձին, իրար հետ 120,000 դրամ։ Հիմա ստանալու են 140,000 դրամ։ Գումարած ամեն մեկը 10,000 դրամ էլ կստանա բան, հետ վճար։ Հիմա օրինակ իրանք կուզեն երկուսով իրար հետ 10-10 40,000 դրամ ավել ստանան, թե օրինակ 0.2% գնաճ չլիներ։ Գնացեք այդ մարդկանց հարցրեք։ Իսկ 140,000-ով կարող եք ապրել մեկ ամիս բան։ Ուրեմն իհարկե դժվար է ապրել 140-ով, բայց 100-ով ավելի վատ է։ 16,000 դրամով շատ ավելի վատ է ապրել։ 16,000 դրամով, որը գիտեք քանի տարի առաջ էր 16,000 դրամ։ 9 տարի առաջ 16,000 դրամով ավելի դժվար էր ապրել։ Ինձ որ հարցնեք, ժողովուրդ ջան, ես կուզեմ շատ բարձր լինի թոշակները։ Իսկ որպեսզի շատ բարձր լինի, պետք է մի հատ էլ կներեք, չէ, որպեսզի շատ բարձր լինի, պիտի 7.2% լինի, մի հատ էլ 7.2%, մի հատ էլ 7.2, իսկ այդ 7.2-ն էլ որպեսզի լինի, բաժնի պետը, օրինակ, էկոնոմիկայի նախարարության կամ վարչության պետը, չպիտի ստանա 200,000 դրամ։ 200,000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի աշխատավարձը ամեն տարի ավելանա 10,000 դրամով։ Եթե ստանում են 400,000 դրամ, եթե ստանում են 400,000 դրամ, ապա լավ են աշխատում, պրոֆեսիոնալ մասնագետներ են հավաքվում, արդյունքներն էլ լավն են լինում։ Մեր 600,000 եւ ավել 667,000 մարդու համար 10,000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ։ Եվ եթե այդ 75 միլիարդ դրամի համար պետքա օրինակ 5,000 մարդու 1 միլիարդ դրամի պարգևատրում տալ, դա պետք է անել։ Որտեղ ես իմանամ, մի հատ էլ 1 միլիարդ տանք 5,000 մարդու, օրինակ մի հատ էլ 75 միլիարդ կստեղծվի, հաստատ ես կառաջարկեմ, ու որ քաղաքական ուժն էլ իմանա դա առաջարկի, մեր ժողովուրդը կգնա իրան կքվի։ Նախընտրական չէ այս ամեն ինչը, դրություններից Բացարձակապես նախընտրական չի, դա արդյունքների վրա հիմնված է։ Բարև ձեզ։ Պապան վերջին տարիներին որքան օտարերկրյա ներդրում է եղել Հայաստանում եւ ինչ արտադրություններ են բացվել այդ դրանց արդյունքում։ Տեսեք, օտարերկրյա ներդրումները նախ 25-ի թիվը դեռ չի հրապարակվել, վիճակագրության կոմիտեն է հրապարակում, պետք է ընդհանուր ամփոփեմ, որպեսզի կարողանամ, եթե թիվը չկա, չեմ կարողանա ասել, բայց ուրեմն մեր մոտ հիմա այս պահին մի քանի ես ուղղակի խոշոր ներդրումային պրոյեկտներ ասեմ, որոնք որ ընթացքի մեջ են կամ շուտով կլինեն։ Դրանք ամենամեծ ներդրումային պրոյեկտը իհարկե Միացյալ Նահանգների հետ է, դա Nvidia-ի պրոյեկտն է, $500 միլիոն արդեն ներդրվել է, եւս 4 միլիարդ դոլար առաջիկա տարիներին կներդրվի։ Երկրորդ խոշոր պրոյեկտը դա Հյուսիս-Հարավն է, որը ամբողջությամբ իրականացվում է, նաև միջազգային ֆինանսավորմամբ, բանկային համակարգի կողմից եւ միջազգային գործընկերներն են իրականացնում։ Ես օրերս օրինակ որ մի անգամ գնաք տեսնեք Հայաստանում ինչ, ցանկացած մարդ որ մի անգամ գնա Հյուսիս-Հարավում Սյունիքում տեսնի ինչ է կատարվում, երբեք Հայաստանում չի հարցնի պարտքը ինչ արեցիք, որովհետեւ կտեսնի, որ օրինակ Հայաստանում հիմա այնքան թունել է սարքում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանում հիմա այնքան կամուրջ է սարքվում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանում հիմա այնքան նոր ժամանակակից ճանապարհ Մարդկանց հաշվին է, մեր հաշվին է դա սարքում, պետական բարդ եք վերցնում։ Տեսեք, եւ տարիներով մենք պետք է վճարենք դա։ Մարդու համար է դա։ Դրա շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Նոր մի քիչ առաջ այդ օրինակը բերեցինք։ Հայաստանի Հանրապետությունում պարտք չունեն մենակ աղքատ մարդիկ։
Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ով կանցնի։ Այդ թվում են մարդիկ, ովքեր որ ֆինանսավորում են այս բաները, կայքերին։ Այդ մարդիկ Հայաստանում ունեն ամենաշատ պարտքեր, որտեղ իրենք իրենց բիզնեսները պարտքերով են անում, վարկը վեկալում են, դնում են բիզնեսի մեջ, շահույթ են ստանում, մի քիչ էլ տալիս են, այո, բաների, տարբեր մամուլի միջոցների այդ փողերից։ Այսինքն, ուզում ասեմ, Հայաստանի Հանրապետությունում վարկ չունի, պարտք չունի, աղքատները մենակ եւ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ պարտք ունի Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ինչքան հարուստ մարդ կանցնի 10 հոգի, ես դες վստահեցնում եմ, այդ մարդիկ կապ չունի, կարող է մեկ այստեղ ոչ, դրա համար շատ պարտք չունեմ, այլ որ կարողանայի օրինակ շատ եթե հարուստ լինեի, կարող է այդ այսօրվա մեր հարուստների նման 30, 40, 50 միլիոն դոլարանոց վարկային պարտավորություններ ունենայի, որոնք ներդրված կլինեին բիզնեսների մեջ եւ այդ արդյունքը կլներ։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ։ Տեսեք, չէ, խանութի մենեջեր ճանախարար չէ, խանութի վաճառող եմ եղել։ Իմ հերը, որ ես ուսանող եմ եղել, ես միլիարդատիրոջ որդի չեմ եղել, որ կարողանայի բանից։ Եղել եմ վաճառող, հետո եղել եմ խանութի մենեջեր, հետո եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար, հետո եղել եմ մարքեթինգի, հետո եղել եմ փոխտնօրեն, հետո եղել եմ դասախոս, ասիստենտ, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, ազգային ժողովի падգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ, նախարար, ես բոլոր կետերը անցել եմ, ոչ, բոլոր կետերը անցել եմ եւ անցել եմ իմ լավ սովորելու հաշվին, իմ աշխատասիրության հաշվին, իմ կրթության հաշվին, մինչև հիմա էլ ես շարունակում եմ սովորել, մինչև հիմա էլ շարունակում եմ եւ այդպես է, եւ այլ մեխանիզմ գոյություն չունի, այլ մեխանիզմ գոյություն չունի, հիմա ես տարբեր կրթական ծրագրեր եմ գնել եւ տարբեր այդ կրթական ծրագրերով on-line եւ ոչ on-line կհրապարակեմ իմ հայտարարագրի մեջ կլինի այդ ծախսերի մասին։ Պարտադիր բան է, որ պիտի կրթական ծրագրի մասին։ Պարոն Պապայան, եւ քանի որ գյուղատնտեսությունն էլ է ձեր համակարգման ոլորտում, հիմա քանի որ այս սեզոնը արդեն ջերմոցներում աշխատանքներ անելու շրջան է, մարդիկ օրինակ կոթայքի մարզում մտավախություն ունեն, ասում են ծաղիկները դնենք, հիմա ծախսը անենք, աճի, բայց ասում են նախորդ տարի տեսանք, որ արտահանման խնդիր կար։ Հիմա այս ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կա, ներողություն, ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կան, որ գյուղացին Ինչպես անցած տարի արտահանվել է ծաղիկը այնքան ինչքան որ եղել է, այս տարի էլ կարտահանվի։ Եվ գյուղատնտեսական մեկ հարց տեսնում ենք, ներողություն տեսնում ենք, որ օրինակ Արմավիրի ճանապարհի Էջմիածնի մոտ այդ ակցիան է։ Դուք ակցիան տեսնում եք, գնում եք ակցիան լուսանկարում եք, ձեր համար ռեպորտաժ եք սարքում, ձեր գործը անում բրցնում եք։ Այդ ակցիայից հետո մենք հարցը լուծում ենք, միլիոնավոր տոնաներով, հատերով արտահանումը գնում է, հետո ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանում մի վարքյան, թողեք խոսեմ, Հայաստանում չկա հարց, որը դուք գնացել եք, նկարվել եք, ձեր ռեպորտաժը ապահովել եք, ձեր YouTube-ում դրել եք, ձեր, չգիտեմ, եթե մոնետարիզացիա երևի չի եղել, դրա համար փողը չեք ստացել, բայց հիմա էդ էլ կա, հուսով եմ կստանաք, արդեն ստանում է։ Դրանից հետո բոլոր հարցերը լուծել ենք։ Եվ չկա չլուծված հարց։ Կարկուտից դուրժած նախորդ տարի հայտարարում են, որ որևիցե փոխհատուցում մինչև հիմա չի։ Արարատի մարզի բոլոր բնակիչները, ովքեր որ համայնքային հանձնաժողովի կողմից վնաս են ունեցել, բոլորինը փոխհատուցվել է, ընդհանուր փոխհատուցումը կազմել է 3 միլիարդ դրամ ընդհանուր փոխհատուցումը, շուրջ 3 միլիարդ դրամ։ Բայց ընտանիքներ կան, որոնք ասում են, որ չեն ստացել։ Ես չեմ կարող գնալ եւ բոլոր տարածքներում նայել, տեսել, այստեղ օրինակ 30% է վնասվածությունը, թե 70, թե 10։ Կա հանձնաժողովը ասում է, որ այստեղ կա օրինակ 50% կամ 45% վնասվածություն, դրան համապատասխան փոխհատուցումը տեղի ունեցել։ Բնակիչները անձամբ դիմեն ձեզ, հաստատի համայնքապետարանը։ Կա հանձնաժողովը գնահատում է վնասը, դրան համարժեք փոխհատուցումը կատարվում է։ Բոլորի, ընդ որում ոչ միայն 2025, 2024-ն էլ ենք փոխհատուցել։ 2026-ի համար էլ փոխհատուցման կարիք չկա, որովհետև 6 ապահովագրական ընկերություն հիմա ընկած գյուղերը ապահովագրություն են անում, արդեն տասնյակ հազարավոր պոլիսներ են վաճառվել։
Պարոն Պապոյան, Իրանի հետ կապված մենք ապրանքային դեֆիցիտ ունենք Հայաստանում, կա այդ խնդիրը։ Այս պահին այդպիսի խնդիր չունենք, իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք, նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա, ավելի շատ ինքնարժեքն է այնտեղ Պարզապես բարձրացել։ Փաշինյանն ասում էր մենք դեռևս 1 տարի առաջ հանձնաժողով են կազմել, երբ որ ասեցի, ես եմ հարցրել, հիշում եմ դա, ասեցի դեֆիցիտ կա, ասեց մենք դեռևս 1 տարի առաջ իրավիճակից ելնելով հանձնաժողով են կազմել եւ ամեն ինչ գիտենք, այսինքն 1 տարի առաջ գիտեք, որ Իրանում այսպես իրավիճակ է։ Մենք բոլոր իրավիճակների համար, չէ, այդպես չի, բայց բոլոր իրավիճակների համար հնարավոր է, որ այդպիսի բառ կա հայերենում։ Ինչ է նշանակում խզարած աշխատել։ Լավ, այսինքն։ Բայց օրինակ ես ինչքան գիտեմ հայերենում տես բառ չկա։ Համաձայն եմ։ Դե բա Ոչ տեսնեք բառ Պարոն Պապայան, Ռոբերտ Քոչարյանն ասում է, չեն հանգստանալու, միջև այս իշխանությունը չհեռանա, ու ասում է պատասխան են տալու իրենց սխալների համար։ Դե թող չհանգստանա, ինչ է եղել։ Դուք ձեր սխալների համար պատրաստ եք պատասխան տալու։ Մենք միշտ ենք մեր սխալների համար, հիմա էլ մեր սխալների համար պատասխան ենք Ունեք տալիս։ սխալներ։ Ինչ դերով եք Եթե պատասխանում։ ես կոնկրետ սխալ չունեմ։ Դուք անտերի մարդիկ, պարոն Պապոյան, ոչ մի սխալ չեք գորգում։ Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինի որևէ պաշտոնյա, որևէ կառավարությունում որևէ պաշտոնյա ինքը սխալ գործի ու սխալի համար պատասխան չտա։ Պարոն Պապոյան, Բա Անձերի անսխալական նախարար եք։ եթե այսպես Մեր էկոնոմիկան չի այսքան բաց վիճակում։ էկոնոմիկան ախր շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան ասում, ինքը անտերի է։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան 7.2% տնտեսական աճ աշխարհի մատների վրա հավաքած հաշված երկրներում կա։ Փոխանակը պարտանակ թե ինչ արդյունքներ ունեն, ասում եմ էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ գազի գնի էժանացման շուրջ օրինակ կբանակցի, դա իրատեսական է, եթե դառնա վարչապետ, չէ՞։ Դե քանի որ չի դառնա վարչապետ, հետեւաբար իրատեսական չի։ Լավ եք էլի։ Իսկ ԵՄ արագ արձագանքման խմբերի միջև է կանչել Հայաստան եւ ինչով են զբաղվելու։ Եվրամիության։ Հիբրիդային պատերազմի դեմ եք պայքարում։ Կայա Կալասն է հայտարարել, որ իրենք արձագանքելով Հայաստանի իշխանությունների խնդրանքին, կարծեմ Մարատ Միրզոյանն է այդպիսի նամակով դիմել։ Դե ընդհանրում եմ, ես իմ այդ հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հետեւյալն է։ Եթե կշռակարին, նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոստ թե չի կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողան թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր եւ դա չգրելն է։ Հայտարարությունների հիմքը ինչ կասկածներ կան կամ ինչից ելնելով եք դուք այդպես։ Օրինակ մի օրինակ ասեք, որ շարքային քաղաքացու համար պարզ լինի, դիցուկ ասենք այս ընդդիմադիր ուժը ինչ որ բան է անում եւ դրա համար դուք այդպեսի մտահոգություն։ Այդ ձեր նշած հարցը, ասենք 1044 թվականին, եթե լրագրող լիներ, կանային տային, ասենք բաներին, բյուզանդական էմիսարներին, որոնք որ կամ 424 թվականին կանային տային բաներին, Սասանյան էմիսարներին, ովքեր այս նույն գործով են զբաղված։ Հստակ պատասխանեք, ինչն է խնդիրը։ Նարեկ ջան, թող այս հարցը սպառնեք նոր էլի։ Քոչարյանը թող մտածի իր պատասխանատվությունը ենթարկելու մասին, որովհետև այո, եթե մի բան բացենք թողը, իրեն դեռևս արդարադատությունը արժանի գնահատական իր գործողությանը չի տվել։ Դե ժամանակ ունենք, ոչինչ։ Պարոն Պապյան, ով է վտանգում Հայաստանի անկախությունը, որ դուք ԵՄ արագ արձագանքման խմբերին հրավիրել եք Հայաստան։ Ով է վտանգում Հայաստանի անկախությունը։ Դուք ասում եք այդպես։ Բոլոր այն ուժերը, որոնք որ օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չեն ծնվել
գնվել եւ այլն, այսինքն հիմա տեսեք ամենալավ ասում եք Քոչարյան, Քոչարյան 10 տարի նախագահ է, այնտեղ նախագահներուց անմիջապես հետո իր թորները Ամերիկայում են ծնվել։ Այդ այդքան լավ երկիր էր սարքել։ Կամ տես լավ երկիր սարքողը ինչի՞ է թողները Ամերիկայում ծնվում, որ դառնային Ամերիկայի կա։ Ցույց է, որ նա անկախությանը վտանգ է սպառնում։ Այսինքն ինչ փաստեր ունեք, որ դուք ասում եք, որ անհրաժեշտություն կա, որ ԵՄ-ից կա։ Որևէ դիմադիր գործիչ կա, որ այլ երկրի ագենտ եք դուք փաստորեն այսպես ներկայացնում, ինչու իրավական գործընթաց չեք սկսում իրենց նկատմամբ։ Գոյություն ունի իրավական, գոյություն ունի քաղաքական, գոյություն ունի բարոյական եւ այլ գնահատականներ, դրանք ես քաղաքական գնահատականներ եմ տալիս։ Իսկ իրավական, վերջ մենք իրավական պետություն ենք։ Իրավական պետություն ենք եւ իրավական համակարգն էլ, այո, ուշադիր է, այդ թվում նաեւ կանխարգելիչ գործողություններով, այդ թվում նաեւ քաղաքական գործունեության մեր արդյունքում կգանք նրան, որ օտարերկրյա ուժերի ծառայողները կստանան իրենց արժանի տեղը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Իսկ ձեր կուսակցական տուրերը ինչ միջոցներով եք կազմակերպում, որովհետև մտավախություն կա, որ դրանք իրականացում են պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի ո՞ր տողի հաշվին։ Փաշինյանի Կուսակցության միջոցներով։ Որտեղից են այդ միջոցները։ Կուսակցության նվիրատվությունների։ Չէ, բայց այստեղ պետության մասնակցությունն այնուհանդերձ ենթադրում եմ կա, որովհետև վարչապետին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, պետական այդ մեքենաները, հո այդ օրերին կուսակցությունը դեռևս 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում օրենք ընդունվել, որտեղ այո, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի, նստի մենակով ավտոբուս ու գնա ակետից բկետ, գիտեք, իրավունք չունի, եւ այն մարդիկ, ովքեր որ իր հետևից, եթե չքշեն այդ մեքենան, կդատվեն, կդատապարտվեն, հասկանում եք, դες բաներ կա։ Այս քարոզարշավին պետական ֆինանսավորումն որ մասով կա, ճիշտ է։ Ասեցի չկա պետական ֆինանսավորում։ Անվտանգությունը, մեքենաները։ Արգելի գործընկերներ, հիմա այդ նույնն է, որ ասենք դուք հիմա պետական ֆինանսավորմամբ հարցազրույց եք վեկալում։ Գիտեք ինչի։ Գտնվեք այս լույսը որ վառվում, հա։ Պետական բյուջեից է։ Պետական բյուջեի աջակցությամբ TV5-ը եւ Factor TV-ն ու 24 News-ը հարցազրույց են վերցնում։ Դա նույնը չի, պարոն Պապոյան, դա տարբեր բաներ։ Հավատացեք, ինչքան հավատացեք, ես այդ օրինակը ցույց տվեցի, որ դուք տեսնեք, թե ինչքան absurd էր ձեր տված հարցերը ուտում եմ խնդրում, բայց ես պիտի Խումբը կանչել եք, որպեսզի աջակցեն ձեզ եւ ընտրություններին դուք հաղթանակ տանեք։ Եվ բոլոր գործողությունները ընդդիմադիրների կարող է ներկայացվել որպես անկախությանը սպառնալիք եւ կալանավորումներ հաջորդ։ Ները այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ Հայաստանի ապագայում մեր խաղաղությանը վնասող ու խաթարող որևէ գործողություն։ Դուք եք անկախությանը վնաս պատճառում, որովհետև ձեր օրոք է եղել պատերազմ, դուք եք դրսից մարդիկ բերում։ Եվ անկախությունը վտանգում եք այդ Մենք մեզ ոչ էմիսարներ են պետք, ոչ մենք գիտենք ումից ենք ուզելու։ Այդ քվեն մենք ուզեցել ենք մեղրեցիներից, ագարակցիներից, քաջարանցիներից, գորիսեցիներից, սենց հարակից, գյուղերի բնակիչներից, որոնք շատ մեծ քվեն տալու մեզ։ Ինչու եք ասում Գյումրի 2 թույլ չեն տալու։ 21 թվականին դուք տեսել եք ինչ արդյունքներ ա եղել։ Եվ այսպես մինչև Բավրա եւ նոյեմբերյան եւ ումից որ մենք քվենք խնդրում այդ մարդկանց մոտ էլ գնում ենք այդ մարդկանց մոտ էլ գնացել ենք այդ մարդկանց մոտ էլ գնալու ենք առանց Եվրամիության էլ գնալու ենք այդտեղ Եվրամիության հետ կապված միակ բանը ինչքան գիտեմ այդ ավտոբուսն է որը արտադրվել է Եվրամիության երկրներից մեկում բայց տարիներ առաջ Հիմա ինչի՞ է անհանգստացած, պարոն Պապոյան, որ ասում եք Գյումրի 2 թույլ չենք տա, ունեք ինչպես թույլ չեք տալ, ինչի եք անհանգստացած։ Թող լինի ընտրություն։ Դուք եք ասում, մտնում եք ԿՊԻ-ից, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը ամենօրյա ռեժիմով եթեր են մտնում, ասում են թույլ չենք տալու Գյումրի 2 իրականացվեն, համախմբվեն։ Որը լինելու է Հայաստան 3, տեղափոխություն 3։ Դուք մեծամասնություն չեք, փոշիացված ոչ, փոշիացված ձայնով դուք անցաք։ 48% եք դուք։ Մի երկրորդ տեղ էր, որ իշխաներ։ Կապ չունի երկրորդ։ Ժողովուրդ ջան, ասեք այդ նույն տրամաբանությամբ ասեմ դե գիտեք բանա։ Մենք էլ Գյումրիում զբաղեցել էինք առաջին տեղը։
Ես ձեր քվեով այդ հույսը ունեմ, Ռուզաննա ջան։ Ձեր քվեով։ Դուք ամենաշատն եք մեզ ընտրելու, որովհետև այս process-ի շահառուն այս ազատ մամուլն է, որ ինչ ուզում անում է, ինչ ուզում խոսում է, ու ես վստահ եմ այս ազատ մամուլի ներկայացուցիչները թաքուն ամենաշատը իրանք են մեզ քվեարկելու։ Դուք ամենաշատն եք մեզ թաքուն քվեարկելու, չեք ասելու, բայց գնալու եք ու քվեարկելու եք։